Գյուղատնտեսության նորանշանակ նախարարը պարզվում է Շիրակի մարզի գյուղական համայնքների խնդիրներին լավ էլ տեղյակ էր։ Գիտեր դրանց մանրամասները, բայց ցանկություն ուներ լսել դրանց մասին անմիջապես համայնքապետերից։ Մարզին հաճախակի պատուհասող հորդառատ անձրևների եւ կարկուտի դեմ պայքարի լավագույն միջոց նախարարն առաջարկում է համայնքների կողմից կառավարությանը համապատասխան ծրագրեր ներկայացնելու տարբերակը։ Այսինքն ըստ առաջնահերթության ցանկացած համայնք իրավունք ունի որոշելու, թե ինչի կարիք ունի ինքը։ Մի 10 օր առաջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչ արհավիրք տեղի ունեցավ Շիրակում։ Ինչ հեղեղ, ինչ կարկտահարություն։ Եթե համայնքը որոշումը, որի համար առաջնային հակակարգային կայանների ձեռք բերում, խնդիր չկա, որոշումը կայացում, ձեռք է բերում հակակարգային կայաններ։ Կառավարության ընդունած նոր որոշման համաձայն հանրապետությունում նախատեսվում է հակակարգտային կայաններ տեղադրել հաշվի առնելով տարածաշրջանների տեղանքային կլիման եւ կարկտաբեր օրերի հաշվարկները։ Այժմ ընթացքի մեջ է ռադիոլոկացիոն համակարգերով կայանների տեղադրումը, որը նվազագույնի է հասցնում բնական տեղումների վնասների չափերը։ Ռադիոլոկացիոն համակարգեր Հայաստանի Հանրապետությունում կա մեկը գործող, երկրորդը Լոռիում, ցավոք պետք է նշեմ, որ Շիրակում այդ ռադիոլոկացիոն համակարգը չկա։ Երևի թե կառավարությունը այս ուղղությամբ կտանի համապատասխան աշխատանքներ, որովհետև կարկուտից տարիներ շարունակ անալիզները ցույց են տալի վերլուծությունները, որ իսկապես մարզի համայնքները խստագույնս տուժում են այնպես, ինչպես այս տարի առայժմ մասնակցեր են, դեռ չգիտենք հետևանքները կամ շարունակությունը ինչպես կլինի։ Այս առումով ֆինանսական միջոցների փնտրտուքը կառավարությունում իր արդյունքը տվել է։ Օրեր առաջ ստորագրվել է փաստաթուղթ Ճապոնիայի կառավարության հետ դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար։ 2010-11 թվականների ծրագրի ընթացքում 250 միլիոն դրամի ներդրում իրականացնել հակակարգտային կայանքների աշխարհագրությունը ընդլայնելու, թվական քանակը բարձրացնելու ուղղությամբ։ Մարզում կարկուտից տուժած համայնքների պետության կողմից վնասի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ կառավարության անդամներն առայժմ հուսադրող ոչինչ չունեին ասելու։ Փաստերը ներկայացված են, քննարկումներն ուշանում են։ Որպես նորություն, սակայն նախարարը շտապեց ուրախացնել հատկապես մարզի Աշոտքի եւ Ամասիայի տարածաշրջանների համայնքների բնակիչներին։ Եթե մինչև վերջերս գյուղացիական վարկերի ժամանակ պետությունը գյուղացուն սուբսիդավորում էր տոկոսադրույքի 10%-ի չափով, ապա հիմա նոր որոշման համաձայն պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսն ամբողջությամբ։ Այսինքն այսօր արդեն գործում է Աշոտքի եւ Ամասիայի տարածաշրջաններում վարկ, անտոկոս վարկ գյուղացիների համար։ Մինչ գյուղացիներին այս նորությունը կհասներ, այս տարվա առաջին կիսամյակում Շիրակի մարզի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների ամփոփ նկարագիրը ներկայացնելիս դարձյալ տրվեց թերի գնահատականը։ Այս առումով վատ աշխատողների սև ցուցակում հայտնվել են մի շարք համայնքներ։ Իմացեք, որ սա լրիվությամբ հասնում է կառավարություն եւ այնտեղից մեզ հետ է գալի։ Դե իսկ սև ցուցակից դուրս մնացած թվով 23 համայնքների ղեկավարներին որպես խրախուսանք մարզի ղեկավարը հանձնեց պատվոգրեր հողի հարկի հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելու համար։ Անի լարոն տեսնում, բայց գույքային հարկը որ չես հավաքել, խեղդեմ։ Մարինե Տերբինյան, Համբարձում Պապոյան, Գալայնյուս։